Համբարձումյանի հետ կապված նախձեր գնահատականը երեք կարծես թե արդեն նախնական հայտարարություն կամ նախնական չէ, վերջնական։ Հա, դուք համարում եք, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում Դավիթ Համբարձումյանը, քիչ առաջ ազգային ժողովի նախագահը ճիշտ հակառակն էր պնդում եւ ասում, որ 18 թվականի դեպքերը կան, այդ մասին կան տեսանյութեր եւ ինչ քաղաքական հետապնդման մասին կարող է խոսքը լինել։ Ուրեմն կետ առաջին, երեք Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի հայտարարությամբ անդրադարձել է այդ հարցին, բնականաբար այն ինչ տեղի ունենում Դավիթ Համբարձումյանի հետ քաղաքական հետապնդումը, որը պայմանավորված է թե իր թիմ մակարդակում ակտիվությամբ եւ ազդեցիկությամբ եւ մի քանի անգամ ԿՊ-ին տարբեր հարթակներում հաղթելու փաստով եւ թե իհարկե նաեւ իր իմպիչմենտի տեխնացու լինելու պատիվ ունեմ խմբակցության կողմից առաջադրված տեխնացու լինելու փաստով, սա եւս մեկ անգամ ցույց է տալիս այսպես կոչված այսօրվա կառավարիչների վախը իմպիչմենտի գործընթացից դա մեկ։ Երկրորդ, վստահ եմ արդեն ծանոթացել եք Դավիթ Համբարձումյանի տարածած հայտարարությանը, որ այս ամենը ինչ գնահատականներ է ինքը տալիս եւ նշում, որ վերադարձից հետո բոլորս միասին պայքարելու ենք Հայաստանում բոլոր քաղաքապետարների փաստացի այդ թվում նաեւ իր ազատության եւ ամենակարևորը իշխանապողության համար։ Ինչ վերաբերում է Սիմոնյանի ասացներին, ուրեմն կետ առաջին Սիմոնյանը նաեւ ասում է Արցախը չեն հանձնել։ Հետո այսինքն ինչքան նա է ճշմարտության հետ կապ ունի, այդքան էլ սա մեկ։ Երկրորդը ԿՊ-ի կողմից ակնհայտ մանիպուլյացիա իրականացվում, ներկայացնելով մեկ այլ դրվագի կադրեր այս դատական գործի շրջանակներում։ Այսինքն այն ինչի մասին սա գրված է Համբարձումյանի հայտարարության մեջ, դա գյուղերից մեկում տեղի ունեցած դրվագ է, որի մասնակիցներից ոչ մեկի նկատմամբ այժմ ոչ մի գործընթաց տեղի չի ունենում, բայց կազմակերպիչ կա։ Ես տենց քրեական գործ չէի տեսել, որ ոչ, այ որ ասում եմ բոլորիդ մանիպուլացնում ա, չեք լսում։ Դա այդ քրգործը չի, այդ քրգործով եթե չեմ սխալվում նույնիսկ վճիռ կա, բայց տենց երկար չխոսեմ դրա մասին։ Սա լրիվ ուրիշ դեպք է, գրված է պարոն Համբարձումյանի հայտարարության մեջ, իր փաստաբանների հայտարարության մեջ, այն նորից եմ ասում, ինքը որպես կազմակերպիչ մեղադրվում է, բայց իրականացնողների նկատմամբ որևէ նմանօրինակ գործընթաց այս բանը չկա, այսինքն կա կազմակերպիչ, չկա իրականացնող։ Այսինքն ոչ, սա նույն դրվագը չի, սա այն դրվագը չի, որի կադրերը այս երեկվանից փորձում են տարածել տարբեր կալիբրի ԿՊ-ականները։ Դրա հետ կապված, եթե չեմ սխալվում, կա դատական վճիռ, բացեք նայեք։ Ես պատմուճան հակած եմ։ Հարցնում եմ, ես դատավորի պատմուճան հակած եմ։ Ես ձեր հարցին պատասխանում դրա հետ կապված, եթե չեմ սխալվում, դատական վճիռ կա, բացեք նայեք։ Այդ դրվագի Համբարձումյանը այդտեղ առհասարակ չի եղել, բացեք նայեք։ Պարոն Մամեջանյան, իսկ ինչով է պայմանավորված, որ հենց այս փուլում պարոն Համբարձումյանը գնացել է Մոսկվա, որտեղ նաև այլ քրգործերի խուսափելու համար ապաստանել են ականավոր այլ Կարծում եմ պարոն Կիրակոսյան, նախ չգիտեմ, որ ականավոր այլ հանրապետականներ քրգործերից խուսափելու ձևակերպումը, այնտեղ այո առկա են մարդիկ, ում այս ռեժիմը, այս իշխանությունները քաղաքական հալածանքների են ենթադրում։ Դուք ձեր ձևակերպմանը կմնաք, ես հավանաբար իմ։ Դա առաջինը։ Երկրորդը, ձեր հարցը պարոն Կիրակոսյան տեղին կլիներ, եթե չլիներ արդեն Դավիթ Համբարձումյանի հայտարարությունը։ Ես չգիտեմ, աշխատանքային ինքը հայտարարել է, որ 28-ին վերադառնալու է, հետեւաբար թե ինչ կոնկրետ ինչ աշխատանքային գործողում ա եղել, ճիշտ ասած չգիտեմ։ Այս ամենը հստակ Դե եկեք նախ դա գրված է թե հայտարարության մեջ գործադիր մարմնի, եւ թե դա հուշում է պարզ տրամաբանությունը, այդ դեպքը 18 թվականի դեպք է, նոր հիշեցին, հաջորդ կետը կազմակերպիչ կա, իրականացնողներ չկա։ Եվ երրորդը դե արդեն դատավճռի մասին, եթե չեմ սխալվում, մի քանի իրավաբաններ եւ իրավապաշտպաններ խոսել են, որ այնտեղ ամիսների հարց էր, հա, եթե վճիռը մի քանի ամիս տարբերությամբ լիներ, ապա այդ կետը անցնելու էր համաներման տակ, որը ոչ մի կապ չունի մեղավորության հետ, բնականաբար դա ոչ մի կերպ չի փոխում այն փաստը, որ քաղաքական հետապնդում է պարոն Համբարձումյանի նկատմամբ, բայց փաստը մնում է փաստել, այնտեղ մի քանի ամսվա համար։ Դե հիմա եկեք մի քանի բան իրար հետ համադրենք։ Մի քանի ամիս տարբերությամբ վճիռատրվում, որ հանգարց համաներման տակ չընկնի։ Իրականացնողներ չկան, կազմակերպիչ չկա։ Ինքը պատիվ ունեմ խմբակցության առաջադրած իմպիչմենտի տեխնացումն է եւ արդեն իսկ ունի խորհրդարանական ընդդիմության ամբողջական աջակցությունը, ու այդ ամենից հետո խմբակցության անդամներն անգամ դիարժեք ընդդիմությունը 30 պարոն Սիմոնյանը եւ բոլոր այդպիսի բան ասողները լավ կլինի կարդան
սազում է, ինքը ազգային ժողովի նախագահի աթոռին անստած, լավ կնի կանոնակարգ օրենքը կարդա եւ հասկանա, որ դա իմպիչմենտի գործընթացի հետ ոչ մի կապ չունի, դա հայտարարություն էր եւ մենք դրա մասին միլիոն անգամ ասել ենք։ Այստեղ չեմ հասկանում ինչ անեմ։ Գործընթացը իմպիչմենտի այսպես կոչված հասել էր արդեն քիթին, համարյա վարչապետին ընտրում էին նոր, հա, դրա համար եկավ իշխանությունը այսպես ճնշեց, հա, ձեր տեխնացուին։ Գործընթացը կանգնած է, ոչ մի process չի լինում փողոցում։ Նախ խնդրում եմ ասել, ոչ թե իշխանությունը ասում է, այլ դուք եք ասում։ Դա նույնն է։ Պետք չի ավարտել, հասկացել եմ հարցը։ Ասում հասկացել եմ հարցը։ Իրագրողի ֆակտ իրախավորի բան Մամիջանյան։ Արդեն մեկնաբանեցի։ Ցանկություն կա չպատասխանելու ձեր հարցին, բայց ամեն դեպքում մեր քաղաքացիները արժան են պատասխանել լսելով։ Նախ սրանից հետո անկեղծ եղեք եւ ասեք դուք եք պնդում։ Ոչ թե ուրեմն սրանից հետո, երբ որ ես խոսում եմ, ինձ չեք ընդհատում։ Այդ կնայենք։ Դες մտքից տելեկտրեց։ Եթե այդ ձեր ցինիզմը դնենք մի կողմ, ապա նայենք հարցի գործընթացի էվոլյուցիան։ Հունիսի 7-ին այս գործընթացը երբ նախաձեռնվում էր, շատերը դրա հաջողությանը չէին հավատում։ Այս պահի դրությամբ դա միակ գործընթացն է, որը ունի ամբողջական ընդդիմադիր պարլամենտական եւ զգալի հարտախորհրդարանական աջակցություն, իսկ թե դրա մասին ինչ հայտարարություններ են անում իշխանությունները կամ դրանց լրատվականները, ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Ավելին ասեմ, այն ԿՊԱ-ականները, որոնք այդ օրը երեկոյան ստորագրելու են իմպիչմենտի գործընթացի տակ, այդ օրը առավոտը փրփուրը բերաններին պաշտպանելու են Փաշինյանին, ես միշտ զբաղվում եմ նրանով, պարոն Կիրակոսյան, ինչին հավատում եմ, երբևէ այլ կերպ չի եղել ներառյալ այս դեպքը։ Երկիր մոլորակի վրա, որը Նիկոլ Փաշինյանը Եթե ես, դուք, մեր քաղաքացիները ցույց տանք, որ իրենք իրապես պիտի վախենան ժողովրդից հասումից, այլ ոչ թե Փաշինյանի SMS-ից, տենց բաներ չէ, հələ հատարհատ ցուցմունք էլ կտան Փաշինյանի դեմ։ Այո, ես դրան հավատում եմ։ Դուք ասում եք, որ իրենք պաշտպանելու են խրոխտ երկրները։ Ներողություն, փողոցային պայքարը սովորաբար փողոցում է լինում։ Խնդրում։ Ասում եք, որ այն ինչ որ պետք է հրապարակապ Նիկոլ Փաշինյանին պաշտպանեն, տենց հա քպական ելույթներ ունենան, բայց գախնի կան ստորագրեն։ Ես նկատի ունեմ, որ այլ բան ակնկալել այս ռեպրեսիվ մեխանիզմի պարագայում անհնար է, այսինքն պարզ է, որ նույնիսկ այն մարդու հետ բանակցություն անդամ, նույնիսկ այն մարդու հետ պայմանավորվածություն կա, պետք է բնականաբար դա պահի, ես չեմ պնդում, որ դա այդպես է, պարոն Կիրակոսյան, ես ասում եմ, որ սա զարմանալի չի։ Պարզապես պարոն Մամիջանյան, ԱԱԾ-ն, որ հատկապես ընդդիմադիրների շնչել արտաշնչելուց սկսած ձայնագրում եւ հրապարակումը, հիմա վաղուց Մասնապատիկ իրանց անում հանդիպումները քպականների հետ, գաղտնի կապերը վաղուց արդեն Պարոն Կիրակոսյան, ես կարող եմ ձեր հետ, ես նախ չասացի, որ գաղտնի հանդիպումներ են եղել, երկրորդը, ես կարող եմ ձեզ հերթ չտալով եւս մի 10 պատճառ ասել, ինչի է դա բարդ process, 10 էլ չէ, 100, բայց դա ինչ կապ ունի։ Եթե այստեղ կանգնած ես մոտավորապես մի 1000 անգամ ասել եմ, որ Փաշինյանը աղետ է, որ օր առաջ իրեն պետքա հեռացնել։ Ես ոնց կարող եմ հետո կանգնել, ասել, գիտեք, ինչ դժվար է հեռացնելը։ Ինչքան էլ դժվար լինի, դրա համար ամեն ինչ պիտի անենք։ Քանի քպական է տվել իր համաձայնությունը։ Բնականաբար այդ հարցին չեմ պատասխանելու, որտեղ դա վնասել է գործընթացը։ Պարոն Մամիջանյան, հիմա հաստատի կա։ Բայց զրոն չի հաստատ այդ։ Ես չեմ պատասխանում այդ հարցին, պարոն Կիրակոսյան, որովհետև դա վնասելու է գործընթացը։ Ես հասկանում եմ, որ ներողություն, ես հասկանում եմ, որ ինձ շատ հեշտ կլիներ հիմա այդպես բազմանշանակալի դեմքով ինչ-որ բան ասել ու անցնել առաջ, ու այսօր լիքը վյու հավաքել, բայց նպատակը գործահաջողության հասնել է, ոչ թե վյու հավաքելը։ Փաստացի կա կալանքի որոշում, ճիշտ է, փաստաբանը արդեն հայտարարել է, որ բողոքարկում է լինելու, բայց ես ուզում եմ հասկանալ իմպիչմենտի հետ կապված գործընթացը։ Իրավական տեսանկյունից դա որևէ խնդիր իմպիչմենտի գործընթացի հետ չի առաջացնում, հաշվի առնելով վճիռը օրենքի մեջ օրինական ուժի մեջ մտնելու կետը, ես իրավաբան չեմ կրթությամբ, եւ այս ամենը որևէ բացասական ազդեցություն իմպիչմենտի գործընթացի վրա չի կարող ունենալ, ավելին կարծում եմ, թե մեր քաղաքացիները, թե մեր գործընկերները կհասկանան եւս մեկ ապացույց կտեսնեն, որ այս գործընթացը այլընտրանք պարզապես չունի։ Բայց քննարկում եք առհասարակ, եթե վճիռ ամեն դեպքում ուժի մեջ մտնի, Չեմ կարծում, որ կոռեկտ է հարցը։ Պարոն ասաց, որ հավանաբար Սերժ Սարգսյանը իմացել է, ամենամեջն գործը գնում էր արդեն քննվում էր դատապրոցեսում էր եւ գիտեին, որ հոկտեմբերին նա վճիռ անելու, դրա համար ընտրեցին հենց Դավիթ Թող նախ հանրապետականում ավելի եւ պակաս կարկառուն դեմքեր չկան, սա ԿՊ-ն չի, մենք մի մեծ թիմ ենք, որից այո, ԿՊ-ն սարսռում է ու ճիշտ է անում։
Բա 2017-ին ով էր Թող սրանից հետո շարունակի սարսռել։ 1. Երկրորդը, ինչ վերաբերվում է այդ պնդումներին, թող մեզ իրանց արշինով չչափեն, իրանք են վախենում բանտարկությունից։ Մենք մեր պայքարի համար նմանօրինակ վախեր չունենք։ Ես այդ հարցին իմ արժանապատվությունից ցածր է այդ հարցին ուղղակի պատասխանել եմ։ Ազգային ժողովի նախագահը ասեց այսպեսով պարոն Սարգսյանը ոչ թե լավ շախմատիստ, այլ վատ նարդի խաղացող Դավիթ Համբարձումյանին առաջադրելով։ Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը մինչև հիմա եւ իր ողջ կյանքի ընթացքում չի վաստակելու Սերժ Սարգսյանի մասին կարծիք ասելու իրավունքը ուր մնաց մեկնաբանելու իր գործողությունները։ Որը չի հաստատել իրավունքը, հետո դուք եք հիմա ինձ հարցեր տալի, բայց դրա իրավունքը չեմ կարծում որ ունեք։ Շնորհակալություն։